Քիչ էր մնում մոռանայի։ Սա վերջրամ։ Ես ինչ եմ ամ։ Սա այն նամակն է, որը հերդ գրել էր ինքնասպանության փորձից առաջ։ Ուզում եմ ես կարդաս ու հասկանաս, որ հերդ որոշել էր իր կյանքին վերջ տալ։ Այլ ոչ թե Սոնային վնասել։ Ամբողջ տնով քեզ եմ ման գալիս։ Փաստորեն սենյակից դուրս չես եկել։ Չեմ հասկացել լույսը ոնց է բացվել։ Սոնան մտքիցս դուրս չի գալիս։ Ես հիվանդանոց եմ ուզում գնամ։ Կարող ա գաս հետս։ Գամ, որ ինչ անեմ, եթե երեխուս չեմ կարա տուն տանեմ։ Քերի, գիտես, ես էլ եմ ամբողջ գիշեր մտածել կատարվածի մասին։ Ու ամեն ինչ թվում է, որ ինչի պիտի Սոնան մեզ խափի, որ Սաքոն իրոք վատ է։ Նարեն էլ դրա համար է տնից գնացել։ Մտածում եմ կարող է իսկականից Սաքոյի դեղերն է խառնել, խմել, թե չէ ինչի պիտի պաշտպանի։ Որովհետև ուղեղը կերել են։ Որովհետև այդ աննասուն վրամին է սիրում։ Դրա համար էլ պետք է խափի։ Հա, ելնի, ասա ես ինչի եմ հարցնում, ինչ եմ զարմանում։ Հորս դեպքի մասին էլ իմացել ու չեր ասել էլի։ Այդ պաշտպանել չի, բա ինչ է։ Չգիտեմ։ Չի պատասխանում։ Ինչ անեմ ես։ Հորքուր։ Ում ես այդքան զանգում։ Շատ լարված ես, ինչ-որ բան է եղել։ Լարված չեմ, ուղղակի անհանգիստ եմ։ Դու չգիտես, բայց ես երեխուս գտել եմ։ Հա? Ինչ լավ բան է եղել։ Ավելին ասեմ, Հայաստանում է ու ես իրեն հեռվից տեսել եմ։ Հորքուր շատ լավ բան է եղել, այդ նշանակում է, որ հնարավորությունը մեծացել է, որ երեխուն հետ կբերես։ Չէ, ամեն ինչ քո պատկերացրածից ավելի բարդ է։ Հիմա զանգում եմ այն կնոջը, ում երեխես իր մայրն է համարում հիմա, բայց չի պատասխանում։ Ինչ-որ մեկին սպասում ես։ Չէ, բայց ընդունարանից էլ չեն զգուշացրել։ Երևի աշխատակիցներից մեկն է։ Բարև լալա։ Պետք չի մի վերկաց, Սոնա ջան։ Ոնց ես։ Լավ եմ, այսօր կամ վաղը դուրս կգրեն։ Ձեզ լավ չեք զգում։ Չէ, ամեն կարգին է։ Գիտես, ես այնքան վստահ էի, որ քնիչին լրիվ ուրիշ բաներ ես պատմելու։ Եղածի վրա էլ մի բան էլ ավելացնելու էիր։ Բայց դու ոչ միայն եղածը չպատմեցիր,
այլ նաև ամեն ինչ ներկայացրեց իրեն այնց, որ սա քո ինչը վնասես։ Ես չեմ խաբել։ Ես ասել եմ այն ինչ որ կար։ Ես երբ որ բաժակը վերցրեցի, Վրամի պապան ասեց, որ դա իմը չի, որ էդ իրենն է։ Իսկ դրա մասին բացի քեզանից ով գիտեր։ Սոնա, ես շնորհակալ եմ քեզ։ Ես ոչ մի բան չեմ արել, որի համար դուք պետք է շնորհակալություն հայտնեք, կամ էլ հակառակը։ Հիվանդություններ կան, որոնցից յուրաքանչյուրի ուղեղն էլ կարող է մթագնի։ Մինչև ձեր ամուսնու նոպաները ես չեմ նկատել, որ ինքը փորձի ինձ վնասել, գոնե ֆիզիկապես, ու իր փոխարեն կարող էր իմ հայրը լինել։ Ես ձեր զարմանքն եմ հասկանում, բայց ուզում եմ ասեմ, որ այսքան թշնամանքից ու հակասություններից զատ կա մի շատ կարևոր բան, հանուն որի ոնց դուք եք ասում, ես պատրաստ եմ խուլ ու համր ձևանալ։ Ու այդ այն սերն է, որ ես զգում եմ Վրամի հանդեպ։ Ու ես հանուն Վրամի շատ բաների եմ պատրաստ, որ նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել։ Չնայած գիտեմ, որ չեք հավատում։ Հավատում եմ Սոնա, ու հույս ունեմ, որ տենց էլ կշարունակես Վրամի կողքին լինել, որովհետև իր համար հիմա շատ ծանր օրեր են։ Ու ուզում եմ, որ խոստանաս, որ ինչ է լինի, իրան երբեք մենակ չթողնես։ Բայց ես ինչի պետք է Վրամին մենակ թողնեմ։ Ուղղակի ուզում եմ, որ խոստանաս, որ ես հանգիստ լինեմ։ Ես մենակ այս պահի մասին չեմ խոսում, հետագայի մասին եմ ասում։ Կյանքը այնքան անակնկալներ է մեզ մատուցում, ամենահարազատ մարդիկ ամենաանսպասելի պահին կարող են թողնել ու հեռանալ։ Խոստացի, որ ինչ է լինի, միշտ իմ տղայի կողքին կլինես։ Խոստանում եմ։ Տարօրինակ է։ Այս դեղատամսում սովորական հանգստացնողներ են, բայց Սոնայի այրան մեջ այլ պրեպարատներ են հայտնաբերվել։ Այսինքն ուզում եք ասել, որ այդ տոփում գտնվող դեղերը ինչ-որ մեկը փոխել է։ Ես չեմ կարող նման լուրջ հանցանքի մեջ որևէ մեկին մեղադրել, բայց ամեն բան դրան է տանում։ Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս դեղորայքն ուղարկել լաբորատորիա, իսկ մնացածը հետո կհասկանանք։ Եթե իրոք պարզվի, որ դեղորայքը փոխված է, դա բավականին լուրջ հոդված է։ Դանդաղ ու կանխամտածված մահափորձի պես մի բան է։ Իսկ եթե այդ դեղերը այն դեղերն են, որ դուք եք մտածում, դա ինչ ազդեցություն կարա թողի մարդու վրա։ Մարդը դառնում է անհավասարակշիռ։ Ուղղակի աշխատանքը մթագնում է։ Կարող է վնասել իրեն կամ շրջապատողներին։ Նա չի կարողանում կառավարել իր շարժումներն ու վարքագիծը։ Կարող է նաև հիշողության կորուստ լինել։ Իսկ այդ դեղերը չօգտագործելու դեպքում ամեն ինչ կկարգավորվի։ Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող։
Տևական ժամանակ օգտագործելու դեպքում հնարավոր է, որ նյարդային համակարգի հյուսվածքները վնասված լինեն։ Այսինքն ուզում եք ասեք, որ նոպաները կկրկնվեն էլի։ Եկեք ենթադրություններ անելուց առաջ նախ ստուգենք տեղերը։ Ճիշտ են ասում, որ մարդ մեռնելու համար պիտի բախտ ունենա։ Ես ոչ ապրելու համար ունեցա, ոչ էլ մեռնելու։ Այ պապա։ Երևի այնտեղ վերևում Աստված էլ անգամ պատրաստ չի ինձ պես մեղավորին ընդունելու։ Չգիտեմ կամ էլ ես դեռ այնքան չեմ տանջվել, որ հոգիս ավանդելու շռայլությունն զգամ։ Ով կմտածեր, որ այն սակոնում առաջ բոլորը զգաստանում էին, ով իր երեխեքի հպարտությունն էր, այսօր պիտի դառնա ոչ մեկ։ Մարդուն էլ թշնամի պետք չի, երբ որ իր խիղճը մաքուր չի, որովհետև սեփական խիղճը ամենադաժան թշնամուց էլ վտանգավոր է։ Իմ երեխեքն ու ընտանիքս կրակն են ընկել իմ ձեռքը։ Ես եմ թաղված մեղքերի մեջ, բայց իրենք են պատասխան տալիս։ Հերիքա։ Ես մի անգամ օգնություն խնդրեցի, բայց հիմա եմ հասկանում, որ այդքան ուժեղ չեմ այդ օգնությունն ընդունելու համար։ Մեկի համար օգնություն է իրեն պարզած ձեռքը, մյուսի համար լսված լինելը։ Իսկ ինձ համար եղած օգնությունը սպիտակ զսպաշապիկի տեսքն է ունենալու։ Ես պատրաստ չեմ դրան։ Եթե անգամ ձեռք ու ոտքս 1000 կապով կապեն մեկա, իմ մղձավանջները, հիշողություններն ու ներքին ցավը զսպել չի լինի։ Ես պատրաստ չեմ դրան։ Նարե, Վռամ, Կարո, Անիկ, ներեք ինձ, եթե կարող եք։ Ինչ ես անում այստեղ, ինչի ես եկել։ Եկել եմ, որ Նարեի հետ խոսեմ, կարևոր բան ունեմ խոսելու, ստեղա չէ։ Չէ, այստեղ չի, այնպես որ պտտվի ու հետ գնա։ Լավ գիտես, որ անցանկալի հյուր ես այստեղ։ Ու ընդհանրապես, ո՞նց ես հասել այստեղ, ով ա քեզ թույլ տվել բարձրանաս համար։ Եթե եկե հասել եմ, ուրեմն ավելորդ բաներ մի խոսա Նարեին կանչի։ Ասում եմ, այստեղ չի։ Երեխայիդ այլ հասցեներում փնտրելու փոխարեն այնպես անեիր, որ քո տնից դուրս գալու կարիքը չլիներ։
Ասում ես այստեղ չի, հա։ Չէ։ Ափսոս։ Ես էլ եկել էի հետը կարևոր բան ունեի խոսելու։ Բայց ուրախ եմ, որ իմ նվիրած կոշիկները հավանել է։ Վերջ հանգստացի գնաց։ Քանի ես այստեղ եմ, քեզ ոչ ոք չի կարող վնասել։ Պարկի հանգստացի։ Իմացա, որ տեղամուտում ուզում հետո խոսեմ։ Հա ինչ, դա նորություն չի իր համար։ Բայց հետաքրքիր է, ինչ էր ասելու։ Նարը ինչ կարևոր է ինչ էր ասելու, կարևորն է նա, որ գնաց։ Հանգիստ պարկի դու։ Ինչ ես անում։ Խելագարվեցի՞ր։ Հորքուր պապան հենց այնպես չէր գա։ Եթե եկել է, ուրեմն կարևոր բան ունի ասելու։ Նարե, դու այդ տնից դուրս ես եկել քո երեխուն փրկելու համար, բայց հիմա անպատասխանատու քայլեր ես անում։ Բժիշկը քեզ խիստ անկողնային ռեժիմ ա նշանակել, պիտի պարկես։ Նարե։ Սոնա։ Վրամ դուրս գրման թղթերն են պատրաստում։ Չգիտեիր։ Արդեն։ Հա, վրամ բժիշկը քեզ չի ասել, ինձ թվաց իր մոտ ես գնացել։ Հա, գնացել էի, բայց Վրամ մամատ էր եկել։ ինչ էր ասում Սոնա։ Դե մի տեսակ շատ տարօրինակ էր իրան պահում։ Սոն նեղացրել է քեզ։ Չէ, հակառակը, շնորհակալություն էր հայտնում։ Բայց ստիպեց ինձ խոստանամ, որ ինչ է լինի, քեզ մենակ չեմ թողնելու, կողքիդ եմ լինելու։ Վրամ ի՞նչ է կատարվում։ Սոն, մենք պիտի շատ լուրջ խոսանք։ Ես էլ քո հետ խոսելու բան ունեմ, բայց հասնենք տուն, նոր կխոսենք։ Մենք տուն չենք հասնելու։ Այսինքն Ավելի ճիշտ կհասնենք, որ իրերը հավաքես Սոնա։ Ինչ ես խոսում, Վրամ։ Սոն, դու հորդ տուն ես գնում։ Ու մենք բաժանվում ենք։ Ինչ ենք անում։ Արի հիվանդանոցից դուրս գանք, խոսանք էլի Սոն։ Վրամ, ես քեզ մի քանի անգամ ասել եմ, որ քեզ մոտ կատակ անել չի ստացվում։ Ընդհանրապես ծիծաղալու չեր են ինչ որ ասեցիր։ Սոն, ես քեզնից շատ կուզեի, այն ինչ որ հիմա ասում եմ կատակ լինի։ Ուղղակի եթե ես քեզ ուզում եմ պաշտպանեմ, դու պիտի իմ տնից շատ հեռու լինես։ Սոն, ես քեզ շատ եմ սիրում։ Ու հենց դրա համար էլ իմ ցանկությունները պիտի մի կողմ դնեմ, որ քեզ չվնասեմ։ Արի, ես պատրաստվում միասին դուրս գանք։ Տուն հասնենք խոսենք, հա։ Ես չեմ պատրաստվում քեզ մենակ թողնեմ։ Ու հետո ես իմ ընտանիքը տուն ու տեղը չեմ թողել։
եկել քո մոտ, որ առաջի պատած խնդրի ժամանակ թողնեմ քեզ մենակ։ Ես դրսում քեզ կսպասեմ։ Ինչ-որ բան է կատարվում, բայց ինչ։ Քայլենք, համ էլ կխոսենք։ Կամ էլ մեքենայի մեջ կխոսենք, որ չհոգնես։ Ես տուն եմ ուզում։ Սոն էլի կգնանք տուն։ Բայց պիտի խոսենք նոր, որովհետև շատ կարևոր ու լուրջ հարց է։ Եթե նույն ցնդաբանությունն ես ասելու, ես քեզ լսել չեմ ուզում։ Եթե անգամ լսեմ, այդ ոչ մի բան չի նշանակելու։ Վրան մի քանի ժամ առաջ ասում էիր, որ ինձ անսահման շատ ես սիրում։ Հիմա առաջարկում ես բաժանվենք։ Սոն, ես էլի եմ ասում, որ քեզ անսահման շատ եմ սիրում։ Բայց ինչ։ Էլ ինչ բայց։ Քայլենք։ Ես գիտեի, որ կգաս։ Դրա համար էլ սպասում էի։ Ես էի Օրքուրին ասել, որ ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ։ Դրա համար Օրքուրը Ես քեզ ոչ մի բան չեմ ասում, մի արդարացի։ դու լավ ես։ Այնքան լավ եմ, որ եկել եմ մեզտեղ, որ հանգիստ խոսեմ հետդ։ Ճիշտ ասած զարմացած եմ, որ եկել չի սպասում քեզ ու չեմ էլ պատկերացնում ինչի համար ես եկել։ Դե եկել եմ, որ միասին խոսենք։ Ես քեզ կարոտում եմ։ Ես քեզ կարոտում եմ նորեն։ Ես քո մանկությունն եմ կարոտում։ Հիշում ես, որ գյուղում տանը պահկուվոցի էինք խաղում։ Ես փակում էի, դու փախնում պահկվում էիր, հետո ման էի գալիս, քեզ չէի գտնում իբր։ Մորդ ասում էի, ուրա երեխես, ասում աչկա դուրս է գնացել, ես ասում եմ երեխոս կմրսի, երեխոս կգողանան, հետո դու դուրս էիր վազում պահնված տեղից ու ասում էիր ազատում եմ բոլորին։ Հետո գալիս էիր փաթաթվում ինձ ու ասում էիր, պապա ջան, քեզ էլ եմ ազատել։ Ես գիտեմ, որ դու իմ պատճառով ես գնացել տնից, բայց ես քեզ չեմ եկել, որ համոզեմ
Չեմ ուզում, որ դու սեփական տանդ մեջ վախով ու տողով ապրես։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ ես գիտակցաբար քեզ երբեք չեմ վնասի։ Գիտեմ, բայց այդտեղ հարցը ես չեմ։ Մի ժամանակ դու էիր մեզ ամեն ինչից պաշտպանում։ Հիմա արդեն հերթի իմն է իմ երախում պաշտպանելու։ Ու ես չեմ կարողանում ընդունել, չեմ կարողանում հասկանալ, որ դու իմ երախուն չես վերաբերվում որպես իմ մի մասնիկ։ Հասկանում եմ, որ Աշոտի թոռն է, Հայկի ժառանգն է, բայց այդ երախան առաջինը իմ մի մասնիկն է, ոչ թե քո մեղքի կրողը։ Իմ համար շատ դժվար է այս ամեն ինչը քեզ ասել։ Ու գիտեմ, որ քո համար էլ դժվար է այս ամեն ինչը լսելը։ Հա իսկապես հնարավոր է, որ ես ճակատագրի հեգնանքն է, որ ես սիրեցի Հայկին։ Բայց հնարավոր է նաև, որ հակառակն է, չէ, պապ։ Միգուցե այս երեխան ծնվում է նրա համար, որ այսքան տարվա թշնամանքը ջնջի։ Այդքան տարվա թշնամանքը իմ աղջիկը մի օրում չի ջնջվում։ Դա այտենց չի, աղջիկս։ Երևի 10 տարի էր պետք հասկանալու համար, որ իմ մեղքերի պատասխան տալու ժամանակը ինչ էլ լինի գալու էր։ Գիտես, կյանքը նենց արեց, որ ես իմ սեփական ձեռքով իմ սեփական դատավճիռը որոշեմ ու չուզեց, որ որևէ մեկը իմ պատճառով ձեռքերը արնոտի։ Դրա համար էլ նենց արեց, որ իմ ընտանիքի անդամների միջոցով պատժեց ինձ, ավելի ճիշտ ձեր միջոցով երեխեքիս։ Դու գնացել ես տնից, վրան որոշել է գնա տնից։ Հիմա երկինքն էլ եթե փուլ գա, նար է։ Դա այդքան ցավոտ չի լինելու, քան այն, որ դուք այլևս իմ տան մեջ չեք ապրում, մեր տան մեջ չեք ապրում։ Ու այն փաստը, որ ես ձեզ համար դարձել եմ ահոսարսափ, դա ուղղակի ինձ հունից անում։ Նստենք։ Եվ Իմ համար շատ դժվար է քո հետ այս թեմայով խոսալը, Սոնա։ Ուրեմն ես հարց կտամ։ Իմ պապան կապ ունի քո այս որոշման հետ։ Չէ։ Վրան մի խափի։ Պապաս երեկ եկել ինձ համոզում էր, որ հետո տուն գնամ։ Հիմա էլ դու ես եկել ես ամեն ասում։ Ես այդքանը ոնց հասկանամ։ Սոնա, նախ ես չգիտեմ հերդ քեզ ինչ ասել։ Ու հետո
Ով ուզում է ու ինչ ուզում է ասած լիներ քեզ ու ինձ։ Ես չէի համաձայնվի։ Եթե իհարկե ես այդ որոշմանը չգայի։ Ու հիմա ես որոշել եմ, որ քո համար լավագույն լուծումը այդ բաժանումն է։ Իմ համար։ Այսինքն դու ես որոշելու իմ համար լավ ու վատը որն է։ Հա, Սոնա։ Վրամ կբացատրես ինչա կատարվում։ Առավոտյան լրիվ ուրիշ մարդ էր։ Պապան է գալիս հետս խոսում, ասում է, որ համաձայն է ինձ պատրաստ է տուն տանի։ Հետո մաման է գալիս, ասում է, որ ոչ մի դեպքում քեզ մենակ չթողնեմ։ Հիմա էլ դու ես բաժանության մասին խոսում։ Ես մենակ այդ մտքից արդեն խելագարվում եմ վրամ։ Ու նաև շատ լավ հասկանում եմ, որ ինչ որ բան է կատարվել այն ժամանակ, երբ ես հիվանդանոցում էի, բացատրի հասկանամ։ Սոնա, այն ինչ որ կատարվել է, դու բոլորից լավ գիտես։ Հիմա ուզում եմ ինձ չընդհատես ու լսես, որովհետև մինչև խոսամ երևի կյանքիս կեսը կանցնի։ Ես չգիտեմ հետո ինչ կլինի, Սոնա։ Բայց ես հիմա չեմ կարող քեզ վտանգի տակ դնեմ։ Ես երեք խոսել եմ մերոնց հետ։ Ու ասել եմ, որ այդ տուն էլ չենք գնալու։ Տնից գնալու ենք, բայց հիմա հասկանում եմ, որ ես տենց բան անելու իրավունք չունեմ։ Վրամ ինչի ես տենց բան ասել։ Սոնա, բա ինչ անեի։ Սկզբից Նարեին մեղադրում էի, որ տնից գնաց, հետո պարզվեց այդ աղջիկը փրկվել է մենակ նրանով, որ այդ տանը չի։ Կամ դու պատկերացնում ես, որ քո փոխարեն Նարեն լիներ։ Հիմա համ ինքը չեր լինի, համ էլ երեխին։ Մի օր գալիս տեսնում եմ հերս քեզ խեղդում է, հետո ինչ որ ջուր ես խմում ու պարզվում է, որ մեջը դեղեր են եղել, այն էլ շատ լուրջ հոգեմետ դեղեր։ Հա, ու դու ճիշտ էիր ասում, այդ ամեն ինչը դեղերից է։ Դրանք սովորական հանգստացնողներ չեն եղել։ Ինչ որ մեկը փոխել է ու շատ լուրջ հոգեմետ դեղեր է դրել դրա տեղը։ Ոնց թե։ Հա, Սոնա։ Ու ես դեռ կպարզեմ հետ ով է եղել։ Չնայած պարզելու բան էլ չկա։ Այդ տան մեջ միակ օտար մարդը Արմոնն է։ Ու մենակ իրան էր ձեռ տալիս, որ այդպես բան աներ։ Սոն, ես խոսել եմ բժշկի հետ։ Ու իմացել եմ, եթե անգամ պապան այդ դեղերը էլ չխմի, մեկը իր հոգեկանը արդեն խանգարված է։ Ու դու հարցի լուծումը մեր բաժանության մեջ ես տեսնում։ Այս հարցը լուծում չունի, Սոնա։ Այս հարցի միակ լուծումը հորս հոգեբուժարան ուղարկելն է, ինչը ես հաստատ չեմ անի։ Ու չեմ անի ոչ թե նրա համար, որ արժանապատվությունս թույլ չի տալիս, այլ հորս նամակն եմ կարդացել ու գիտեմ, որ եթե տենց բան անեմ, ինքը իրան մի վնաս կտա։ Հիմա ստացվում է, որ ոչ կարամ հորս կլինիկա ուղարկեմ, ոչ էլ կարամ մամային մենակ թողնեմ, Սոն։ Ես հիմա մենակ պիտի կենտրոնանամ հորս բուժման ու էլի լիքը հարցերի վրա։ Բայց քո պահով գոնե հանգիստ պիտի լինեմ, Սոն։ Որ բաժանվենք հանգիստ կզգաս։ Սոն, եթե ամեն վարկյան վտանգը գլխիդ կախված չլինի, հանգիստ կզգամ։ Վրամ ես այդ վտանգներից չեմ վախենում։ Էլ ոնց քեզ բացատրեմ։ Դու հասկանում ես, եթե ես հետ գնացի, էլ վերադարձի ճանապարհ չի լինելու։ Պապան չի թողի նույնիսկ քո տան կողմը ես նայեմ։ Այսինքն դու պատրաստ ես ընդմիշտ հրաժարվես ինձնից, էտա քո ուզածը։ Հա։ Պապա, ախր ինչի թողեցիր, որ ամեն ինչ հասնի ստեղ։ Մենք քո ամենավատ մեղքի մասին էլ իմացել ենք, չէ՞։ Ու կողքդ ենք եղել։ Տենց չի։ Տենց է։ Ես ամբողջ կյանքում ապրել եմ այն մեղքի զգացումով, որ ես եմ մեղավոր Արփի ու Կարոյի մահվան համար։
Այն ինչ ես ոչ մի բան չի արել։ Դու Աշոտին ես սպանել։ Դու հորքուրին հանել ես տնից։ Ու հետո ապրել ես նենց իբր ոչ մի բան չի եղել։ Մի հատ խնդրում եմ, հիմա ինձ նայ, ես որտեղ եմ։ Ով է ինձ օթևան տալիս։ Ով է իմ կողքին կանգնած։ Այն մարդը, ում դու ժամանակին զրկել ես ամեն ինչից։ Բայց կարար չէ հորքուրը հիմա ինձ չօգներ։ Կարար չէ քո վրեժը լուծեր։ Բայց չի անում։ Պապա, խնդրում եմ, վերջապես հասկացի քո սխալները։ Գիտես հնարավոր է, որ այս կարուսելը կանգնի մենակ այն դեպքում, երբ որ դու գիտակցես ու որոշում կայացնես ու հասկանաս, որ դու սխալ ես, ներողություն խնդրես։ Ախր հասկացի քո սխալների համար մենք ենք պատասխան տալիս։ Դու երբևէ ինքդ քեզ հարց չես տվել, թե ինչի է հիմա քո ընտանիքը այս վիճակում։ Ինչի՞ց է այս քաոսը։ Դու ընտանիքներ ես կործանել։